Վերջին 3 օրում արդեն 3-րդ խոշոր ավիավթարն է ԱՄՆ-ում, կա զոհ, բայց ինչպես հրաշքով փրկվեցին ուղևորներից շատերը։ Մեքենան որպես զենք, քաղաքը որպես փախուստի ուղի, մի քանի քաղաքով անցած հետապնդումը ավարտվել է Մակդոնալդսի դրայվ-թրոյում, թողնելով վիրավորներ եւ բազմաթիվ հարցեր։ Ընկերական ճանապարհորդությունը վերածվել է կրակեթակարդի, երբ վիճաբանությունը հասնում է այն աստիճանի, որ քնած մարդկանց վրա բենզին են լցնում, խոսքն արդեն պարզապես վեճի մասին չէ։ Թոթորիկը դեռ ուժեղ չէ, բայց արդեն ողբերգություն է բերել, երբ ամենամեծ վտանգը քամին չէ, այլ երկնքից անվերջ թափվող ջուրը։ Թրամփը Վերսալում ընթրիքի է, բայց աշխարհի ուշադրությունը նրա մեկ նախադասության վրա, եթե Իրանը չկատարի պայմանները, ուժի կիրառումը դեռ սեղանի վրա է։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթերինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթերինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, եթե առաջին անգամ եք դիտում մեր ալիքը, ապա բաժանորդագրվեք, իսկ մյուսներին շնորհակալություն մեզ մշտապես աջակցելու համար։ Այսօր արտակարգ լուրերը շատ են եւ եկեք սկսենք վերջին 3 օրերի ընթացքում 3-րդ խոշոր ավիավթարից։ Տեքսասի Լարեդո քաղաքում մասնավոր բիզնես ինքնաթիռ է վթարի ենթարկվել մայրուղու վրա, խլելով 1 մարդու կյանք եւ վերածվելով դրամատիկ փրկարարական գործողության։ Վթարը տեղի ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան։ Նախնական տվյալներով ինքնաթիռի անձնակազմը կապ է հաստատել Լարեդոյի միջազգային օդանավակայանի հետ եւ խնդրել արտակարգ վայրեջքի թույլատվություն։ Օդաչուները հայտնել են, որ օդանավն ունի տեխնիկական խնդիրներ, վառելիքի պակաս եւ էլեկտրականության խափանում։ Օդանավակայանի ղեկավար Գիլբերտո Սանչեսի խոսքով որոշ ժամանակ անց ինքնաթիռը կորցրել է կապը կառավարման աշտարակի հետ եւ դրանից անմիջապես հետո տեղի է ունեցել վթարը։ Ոստիկանության տվյալներով ինքնաթիռում եղել է 6 մարդ։ Նրանցից մեկը զոհվել է, իսկ մյուսներին հաջողվել է դուրս բերել այրվող օդանավից։ Վթարի ժամանակ ինքնաթիռը նաև բախվել է 1 ավտոմեքենայի, որի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են մայրուղիով անցնող վարորդները կանգնեցնում իրենց մեքենաները, վազում այրվող ինքնաթիռը, փորձում փրկել ներսում գտնվող մարդկանց։ Որոշ քաղաքացիներ մուրճով փորձել են նաև կոտրել օդաչուների համար նախատեսված խցիկի ապակիները, իսկ մյուսները ձեռքի տակ եղած իրերով բացել են ինքնաթիռի դուռը։ Ականատեսների խոսքով սկզբում օդանավից դուրս են եկել 3 դեռահասի նմանվող ուղևորներ, նրանց հետևել է անձնակազմի անդամներից մեկը, իսկ մյուսները շարունակել են փորձել դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող ուղևորին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մտել են ծխով պատված օդանավ վերջին ուղևորներին փրկելու նպատակով։ Փրկարարական աշխատանքների ընթացքում 5 ոստիկան հոսպիտալացվել է ծխից թունավորման ախտանշաններով։ Դաշնային ավիացիոն վարչությունը եւ տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը սկսել են վթարի պատճառների հետաքննությունը։ Սա վերջին 3 օրերի ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 3-րդ խոշոր ավիացիոն վթարն է։ Երկուշաբթի Կալիֆոռնիայում B-52 ռազմավարական ռմբակոծիչի կործանման հետևանքով զոհվել էր 8 մարդ, իսկ Իրաքի Միսուրի նահանգում օդապարիկով ցատկորտների ինքնաթիռի կործանումը խլել էր 12 մարդու կյանք։ Մի քանի քաղաքներ ներառող ոստիկանական հետապնդումն ավարտվել է Լոս Անջելեսի կենտրոնում։ Նախնական տվյալներով քաոսային միջադեպի հետևանքով վրաերթի են ենթարկվել առնվազն 3 հետիոտնի եւ 1 ոստիկան։ Դեպքերի շղթան սկսվել է Քալվեր Սիթիում, երբ ոստիկանությունը հաղորդումներ է ստացել, որ կասկածյալը ենթադրաբար միտումնավոր փորձում է մեքենայով հարվածել հետիոտներին։ Ոստիկանության տվյալներով քննիչներն աշխատում են առնվազն 4 տարբեր հանցանքի վայրերում, որոնք բոլորը կապված են նույն կասկածյալի հետ։ Իրավապահների խոսքով առաջին միջադեպից հետո տուժողներից մեկին հաջողվել է տրամադրել կասկածյալի մեքենայի համարանիշը, որը մուտքագրվել է իրավապահների տվյալների համակարգ, ինչի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել մեքենան։ Հետապնդումն ավարտվել է այն պահին, երբ կասկածյալը բախվել է մեկ այլ ավտոմեքենայի Վաշինգտոն բուլվարի եւ Օլիվ փողոցի Մակդոնալդսի տարածքում։ Դեպքի վայր ժամանած սպաները եւս բախվել են կասկածյալի մեքենային, այնուհետև փորձել են ձերբակալել նրան։ Կասկածյալը փախչել է դեպքի վայրից, սակայն կարճ հետապնդումից հետո բերման ենթարկվել։ Վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Միջադեպի հանգամանքները շարունակում են քննվել։ Մնանք Կալիֆոռնիա նահանգում։ Հեսպերիա քաղաքում 30-ամյա Օրեգոնի բնակչուհին միտումնավոր հրկիզել է մի ավտոմեքենա, որի ներսում 2 մարդ է եղել քնած։ Դեպքը տեղի է ունեցել 3:30 գիշերից քիչ անց Հեսպերիայի Փիլոտ
բեռնատարների կանգառում։ Սան Բեռնարդինո շրջանի շերիֆի վարչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր եւ հայտնաբերել այրվող 2 ավտոմեքենա։ Գնության նախնական տվյալներով հրդեհված մեքենաներից մեկի սեփականատերը հայտնել է, որ Նիկոլ Նաջլիսը դիտավորյալ է հրկիզել մեքենան նրանց միջև ծագած վիճաբանությունից հետո։ Նրանք միասին ճանապարհորդում էին Սան Դիեգոյից դեպի Լաս Վեգաս։ Իրավապահների տվյալներով կինը ենթադրաբար տարայից վառելիք է լցրել մեքենայի բեռնախցիկի հատվածում եւ հրկիզել մեքենան։ Այդ պահին մեքենայի ներսում քնած են եղել նրանց 2 ընկերները։ Բարեբախտաբար նրանք արթնացել են եւ հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից նախքան այն ամբողջությամբ կպատվեր կրակով։ Պաշտոնյաների տվյալներով տուժածներ չկան։ Նիկոլ Նաջլիսը ձերբակալվել է հրկիզման եւ սպանության փորձի կասկածանքով։ Մի քանի օր շարունակ մեքսիկական ծոցի ափերը պատուհասող ամպրոպային համակարգը վերածվել է արևադարձային Արթուր փոթորիկի, դառնալով Ատլանտյան ավազանի փոթորիկների սեզոնի առաջին անվանակոչված արևադարձային ցիկլոնը։ Չնայած փոթորիկը համեմատաբար թույլ է, գլխավոր վտանգը կապված է ոչ թե քամիների, այլ երկարատև եւ հորդառատ անձրևների հետ։ Փոթորիկի ազդեցությունն արդեն ողբերգական հետևանքներ է ունեցել։ Հյուսթոնի մերձակայքում տեղացած հորդառատ անձրևներից հետո 15-ամյա մի տղա ենթադրաբար խեղդվել է ջրով լցված պահեստային ավազանում։ Քաղաքի ոստիկանությունը նախապատրաստել է նավակներ եւ փակուղիներ ջրհեղեղների ենթակա հատվածների համար, իսկ քաղաքային ծառայությունները բնակիչներին ավազով պարկեր են տրամադրել։ Կանխատեսումների համաձայն Թեքսասի, Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի, Ջորջիայի եւ Ֆլորիդայի հյուսիսարևմտյան հատվածներում մինչեւ ուրբաթ հնարավոր են լուրջ հեղեղումներ։ Տասնամյակներ շարունակ արդարության սպասելուց հետո Նյու Յորքի Գիլգո Բիչի սերիական մարդասպանի Զոհերի հարազատները դատարանում առերեսվել են մարդու, որը տարիներ շարունակ երկակի կյանք է վարել, ցերեկը լինելով սովորական ճարտարապետ եւ ընտանիքի հայր, իր գիշերը դաժան մարդասպան։ 62-ամյա Ռեքս Հոյերմանը այսօր դատապարտվել է ՑՄ ազատազրկման առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։ Դատարանում նա ընդունել է իր մեղքը, հայտարարելով. Ես պատասխանատու եմ։ Դատավճիռից առաջ Զոհերի հարազատները հերթով դիմել են Հոյերմանին, պատմելով, թե ինչպես են իրենց կյանքերը կործանվել սիրելի մարդկանց անհետացումներից եւ սպանություններից հետո։ Հոյերմանը մեղավոր է ճանաչվել 7 կանանց սպանության համար։ Նա նաև դատարանում խոստովանել է 8-րդ կնոջ Քերեն Վերգատայի սպանությունը, թեև այդ գործով պաշտոնապես մեղադրանք չէր առաջադրվել։ Սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել 2000-ից 2010 թվականներին։ Զոհերի աճյունները հայտնաբերել էին Լոնգ Այլնդի Գիլգո Բիչի մոտ գտնվող ճանապարհի երկայնքով ավազոտ եւ թփապատ տարածքներում։ Գործը երկար տարիներ մնում էր չբացահայտված եւ դարձել էր Նյու Յորքի ամենախորհրդավոր քրեական պատմություններից մեկը։ Բեկումը տեղի ունեցավ միայն 2022 թվականին, երբ քննիչները Հոյերմանին կապեցին մի ավտոմեքենայի հետ, որը տեսել էին Զոհերից մեկի անհետացման օրը։ Հետագայում ԴՆԹ փորձաքննությունը եւս կապեց նրան սպանությունների հետ։ G7 գագաթնաժողովի ավարտից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ասուլիսով։ Թեմաները տարբեր էին, թեև ավելի քիչ էր անդրադարձը բուն գագաթնաժողովին։ Ասուլիսը մի քանի հատվածների ենք բաժանել։ Իրանի հետ ձեռք բերված նոր համաձայնության մասին խոսելով Թրամփը նշել է, որ առանցքային դրույթն այն է, որ Թեհրանն այլևս երբեք չի կարողանա մշակել, գնել կամ որևէ այլ ճանապարհով ձեռք բերել միջուկային զենք։ Նրա խոսքով, եթե ռազմական գործողությունները շարունակվեին եւս մի քանի շաբաթ կամ ամիս, Մերձավոր Արևելքը կարող էր կանգնել լայնամասշտաբ տնտեսական եւ անվտանգային ճգնաժամի առաջ։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը հասկացել է ստեղծված իրավիճակի լրջությունը եւ այժմ իր կարծիքով ավելի իրատեսորեն է գնահատում իր հնարավորությունները։ Նա նույնիսկ կարծիք է հայտնել, որ Իրանում ձևավորվել է նոր ղեկավար շրջանակ, որը կարող է որդեգրել ավելի գործնական եւ պակաս արմատական քաղաքականություն։ Միացյալ Նահանգների նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագիրը զսպել է կենսական նշանակություն ունի ոչ միայն Իսրայելի անվտանգության, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի եւ միջազգային անվտանգության համար։ Նրա խոսքով, եթե Իրանը կարողանար ձեռք բերել միջուկային զենք, դրա հետևանքները կարող էին լինել անկանխատեսելի եւ աղետալի ամբողջ տարածաշրջանի համար։ Թրամփը նաև հայտնել է, որ համաձայնության իրագործման հաջորդ փուլում նախատեսվում է քննարկել Իրանի հարստացված միջուկային նյութերի պաշարների հեռացման եւ վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տարածաշրջանում ոչ միջուկային սպառնալիքների, բալիստիկ հրթիռների եւ Իրանի հետ կապված զինված խմբավորումների հարցերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նաև Լիբանանից, որն ըստ նրա տասնամյակներ շարունակ անցել է պատերազմների, քաղաքական ճգնաժամերի եւ տնտեսական դժվարությունների միջոցով ու այսօր ավելի քան երբևէ խաղաղության ու կայունության կարիք ունի։ Նրա խոսքով Լիբանանը ժամանակին համարվում էր Մերձավոր Արևելքի ամենազարգացած եւ կրթական առումով առաջատար երկրներից մեկը, որտեղ ձևավորվել էին տարածաշրջանի լավագույն համալսարանները, բժշկական եւ մասնագիտական համայնքները։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում երկիրը նրա բնորոշմամբ ապրել է գրեթե մշտական ճգնաժամի պայմաններում։ Թրամփը նշել է, որ Իսրայելն ունի իր քաղաքացիներին պաշտպանելու լիարժեք իրավունք եւ պետք է կարողանա արձագանքել անվտանգության սպառնալիքներին։ Միաժամանակ, սակայն, կարծիք է հայտնել, որ որոշ դեպքերում Իսրայելը չափազանց կոշտ է
արձագանքում Հեզբոլայի գործողություններին։ Ամեն անգամ պարտադիր չէ շենքեր փլուզել, երբ սպառնալիք է առաջանում, կարելի ավելի ճշգրիտ եւ հաշվարկված գործել, նշել է նախագահը, ակնարկելով Լիբանանի տարածքում իրականացվող որոշ հարվածներ։ Թրամփն ընդգծել է, որ Լիբանանի հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել եւ շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նա նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր չէ երկարատև խաղաղության հասնել առանց Հեզբոլայի ռազմական ազդեցության սահմանափակման։ Նրա խոսքով այս զինված խմբավորումը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունության հիմնական գործոններից մեկը եւ հաճախ բարդացնում է Լիբանանի պետական ինստիտուտների բնականon գործունեությունը։ Լիբանանը չափազանց շատ է տառապել։ Ժամանակն է, որ այդ երկիրը խաղաղություն եւ կայունություն տեսնի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ասուլիսի ընթացքում նախագահը նաև խոսել է նրա մասին, որ մեծ յոթնյակի G7-ի գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ ընդունվել է համատեղ հայտարարություն, որը նվիրված է ապօրինի ներգաղթի դեմ պայքարին։ Թրամփի խոսքով աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրները եկել են այն եզրակացության, որ անօրինական ներգաղթն այլևս միայն առանձին երկրների ներքին խնդիրը չէ, այլ միջազգային անվտանգության եւ կայունության մարտահրավեր։ Նրա խոսքով G7-ի առաջնորդները համաձայնել են խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության, միգրացիոն հոսքերի վերահսկման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխման ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հանցավոր խմբավորումների եւ թմրակարտելները հաճախ օգտվում են թույլ վերահսկվող սահմաններից մարդկանց, թմրանյութեր եւ այլ անօրինական ապրանքներ տեղափոխելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ G7-ը միասնական դիրքորոշում է ընդունում անօրինական ներգաղթի հարցում։ Սա միայն ներգաղթի խնդիր չէ, սա նաև անվտանգության, օրենքի գերակայության եւ միջազգային համագործակցության խնդիր է, հայտարարել է նախագահը։ Վերջին թեման, որն առանձնացրել ենք ասուլիսից, ռուս-ուկրաինական հակամարտությունն է։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ։ Քննարկվել է պատերազմի ընթացքն ու դրա հնարավոր կարգավորման ուղիները։ Նրա խոսքով երկու առաջնորդներն էլ հասկանում են, որ պատերազմը չափազանց մեծ գին ունի եւ հետաքրքրված են իրավիճակի հանգուցալուծմամբ, սակայն Թրամփի գնահատմամբ կողմերը դեռևս չեն գտել այն հստակ ճանապարհը, որը կարող է բերել կայուն եւ երկարաժամկետ խաղաղության։ Թրամփն ընդգծել է, որ ցանկացած երկարատև պատերազմ ի վերջո ավարտվում է բանակցություններով եւ իր համոզմամբ Ռուսաստանն ու Ուկրաինան եւս վաղ թե ուշ ստիպված են լինելու գտնել փոխընդունելի լուծումներ։ Միացյալ Նահանգների նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արձանագրել դրական առաջընթաց, նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը եւ ստեղծել պայմաններ ավելի լուրջ բանակցային գործընթացի համար։ Ավելի ուշ Ֆրանսիայի Վերսալյան պալատում կայանալիք պաշտոնական ընթրիքից առաջ լրագրողների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Նրա խոսքով 60-օրյա ժամկետը կոշտ վերջնաժամկետ չէ եւ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։ Միևնույն ժամանակ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, ռազմական ուժի կիրառումը մնում է հնարավոր տարբերակ։ Հարցին, թե դա սպառնալիք է, նախագահը պատասխանել է. «Կարող եք դա անվանել ինչպես ցանկանում եք, բայց հավանաբար այդպես էլ կլինի»։ Նախագահը հայտնել է, որ ամերիկյան զորքերը հավանաբար դեռ որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում, մինչև պարզ դառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Նրա խոսքով ինքը լավատես է, սակայն ցանկանում է տեսնել, թե ինչպես կընթանան գործընթացները առաջիկա օրերին։ Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Թրամփը նշել է, որ Ուկրաինան բավականին լավ է դիմակայում հաշվի առնելով, որ Ռուսաստանը շատ ավելի մեծ երկիր է եւ ունի ավելի մեծ բանակ։ Նրա խոսքով Ուկրաինայի հաջող դիմադրության պատճառներից մեկն արևմտյան ռազմական տեխնիկան է։ Սակայն նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այլևս անվճար օգնություն չի տրամադրում եւ ներկայում ամերիկյան ռազմական սարքավորումների համար վճարում են Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն։ Սա Բայդենի ժամանակները չեն, երբ 300 միլիարդ դոլարի տեխնիկա պարզապես նվիրաբերվեց, ասել է Թրամփը։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին նախագահը նշել է, որ հնարավոր է վերականգնվեն որոշ սահմանափակումներ, այդ թվում նավթի հետ կապված պատժամիջոցները։ Ֆրանսիայից գանք Միացյալ Նահանգներ, սակայն մինչև կանցնենք հաջորդիվ լուրերին, մի քանի խոսք մեր գործընկերների մասին, որոնց աջակցությամբ է հնարավոր դառնում մեր թողարկումները։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր գլխավոր գործընկեր Վիվալդի Քեթրինգին։ Եթե ձեր առաջիկա միջոցառման համար ընտրեք Վիվալդի Քեթրինգը եւ պատվերի պահին նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Արմեդիայի միջոցով, կստանաք հաճելի նվեր, անվճար ամառային մրգային սեթ։ Վայելեք ձեր միջոցառումը կազմակերպչական հոգսերը վստահելով փորձառու թիմին։ Մեր մյուս գործընկեր Ինտեր United Football Ակադեմիան շարունակում է նոր ընդունելությունը, ամառը լավագույն ժամանակն է երեխաների մոտ ձևավորելու ոչ միայն ֆուտբոլային հմտություններ, այլև կարգապահություն, թիմային մտածողություն եւ հաղթողի բնավորություն։ Միացեք մի ակադեմիայի, որն արդեն բազմաթիվ երիտասարդների օգնել է հասնել հաջողությունների։
Եվ իհարկե մեր անկեղծ շնորհակալությունը մեր Վաղեմի եւ վստահելի գործընկերներին Cosmopolis ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor, Կոզանյան Family Market-ներին, Geris Moms Bakery-ին։ Շնորհակալ ենք, որ այս ճանապարհին մեր կողքին եք։ Կիսում եք մեր արժեքներն ու շարունակում եք աջակցել Արմեդիայի գործունեությանը։ Ձեր վստահությունն ու մեր ընդհանրապես գործընկերությունը իսկապես մեծ արժեք են։ Իսկ հիմա շարունակենք լուրերը։ Աշխատանքի նախարարությունը բոլոր նահանգապետերին պաշտոնական նամակներ է ուղարկել, պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել գործազրկության ապահովագրության ծրագրերում առկա խարդախությունների, պատնման եւ չարաշահումների դեմ պայքարի համար։ Նախարարությունը նախազգուշացրել է, որ եթե նահանգները չկատարեն պահանջները, կարող են կորցնել ծրագրերի կառավարման համար նախատեսված դաշնային վարչական ֆինանսավորման մի մասը։ Նախարարի պաշտոնակատար Քիթ Սոնդերլինգը Fox News Business-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացիներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել հարկատուների գումարների վատնումը եւ խարդախությունների անպատժելիությունը։ Նախարարության տվյալներով թույլ վերահսկողությունը, հնացած տեխնոլոգիական համակարգերը, անձի ինքնության ստուգման թերությունները եւ վերահսկողական մեխանիզմների բացերը հնարավորություն են տվել, որ գործազրկության ծրագրերում աննախադեպ չափերի հասնող խարդախություններ ծավալվեն։ Գերատեսչության ղեկավարը հատկապես հիշատակել է Կալիֆոռնիան, Իլինոյսը եւ Նյու Յորքը։ Ի պատասխան Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը քննադատել է դաշնային կառավարության քայլը, հայտարարելով, որ հենց Թրամփի առաջին վարչակազմի օրոք համավարակի ընթացքում գործազրկության նպաստները շտապ կերպով բաշխելու եւ թույլ վերահսկողության պատճառով են առաջացել բազմաթիվ խնդիրներ։ Նահանգապետի խոսնակ Մարիսա Սալդիվարը նաև նշել է, որ Կալիֆոռնիան իրենց գնահատմամբ ավելի արդյունավետ է պայքարում խարդախությունների դեմ, քան շատ այլ նահանգներ։ Եվ օրվա վերջին լուրը Կալիֆոռնիայի մայիսի 17-ը կարող է պաշտոնապես հռչակվել Բրյուս Լիի օր։ Համապատասխան օրինագիծը միաձայն 38 կողմ եւ ոչ մի դեմ ձայնով ընդունվել է նահանգային սենատի կողմից եւ այժմ ուղարկվել է նահանգապետ Գևին Նյուսոմի ստորագրմանը։ Օրինագծի հեղինակ Սան Ֆրանցիսկոն ներկայացնող դեմոկրատ օրենսդիր Մեթ Հեյնին նշել է, որ Բրյուս Լին մաբնավորում էր հպարտությունը, դիմացկունությունը ու հնարավորությունների գաղափարային սերունդների համար, որոնք հազվադեպ էին իրենց տեսնում ուժեղ եւ արժանապատիվ կերպարների մեջ։ Օրինագծի ընդունման դեպքում Բրյուս Լին կդառնա առաջին չին-ամերիկացին, որի պատվին Կալիֆոռնիայում կհաստատվի հիշատակի պաշտոնական օր։ Մայիսի 17-ը ընտրվել է հատուկ խորհրդանշական պատճառով։ Այդ օրը 18 տարեկանում Բրյուս Լին վերադարձել էր Սան Ֆրանցիսկո, ինչը դարձել էր նրա կյանքի հետագա կարիերայի կարևոր շրջադարձային պահերից մեկը։ 1940 թվականին ծնված Բրյուս Լին հետագայում վերածվեց համաշխարհային աստղի, արմատապես փոխելով մարտարվեստի մասին պատկերացումները եւ մարտարվեստային ֆիլմերը վերածելով համաշխարհային մշակութային երևույթի։ Նրա դուստրը Բրյուս Լիի հիմնադրամի ղեկավար Շենոն Լին հայտարարել է, որ իր հոր համար նման ճանաչումը մեծ նշանակություն ունի։ Այն, որ հայրս դառնում է առաջին չին-ամերիկացին, ում պատվին նման օր է սահմանվում, վկայում է նրա ժառանգության ուժի եւ այն անհամար մարդկանց մասին, որոնց նա շարունակում է ոգեշնչել։ Հայրս կամուրջ էր մշակույթների միջև եւ մարդկանց միավորելու նրա ոգին այսօր էլ նույնքան արդիական է, ասել է Շենոն Լին։ Այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, հետևեք Արմեդիայի լրատվական թողարկումներին, ես Հարություն Մինասյանն եմ, ամենակարևորը, առողջ եւ խաղաղ եղեք։